Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահարները ենթադրյալ ընտրակաշառքների մասին տեղեկություններ են հրապարակում բացահայտություններանում, ինչը կարելի է ենթադրել, որ մասշտաբների առումով բավական մեծ գործընթաց է գործում։ Ինձ հետաքրքրում է մեր իրավապահ համակարգը արդյոք ունի պոտենցիալը ներուժը, որ կարողանա յուրաքանչյուր նման դեպքի հետևից գնալ, թե այնուամենայնիվ մեր արևմտյան գործընկերների օժանդակությունը այդ կարողությունները ուժեղացնելու հարցում ենք տեսնում։ Դա գիտեք ինչ, բոլոր առումներով էլ միշտ էլ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում մեր օրակարգն է եւ երևի թե աշխարհում այդտենց իրավապահ մարմին չկա, որ ասի ես արդեն այն կետի եմ հասել, որ զարգացման անհրաժեշտություն չունեմ, առավել եւս մեր իրավապահ համակարգը, բայց ես հիմա այսօր նայելով, հետադարձ գնահատելով, մենք պետք է արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն, որ հատկապես այն ժամանակ է մենք ստեղծել ենք մասնագիտացած այդ թվում ընտրակաշառքների խնդիրը լուծելու համար, շատ լավ աշխատանք է անում եւ շատ ուրախ եմ ես դրա համար։ Բայց մյուս կողմից չի նշանակում, որ մեր իրավապահները հասել են կատարելության։ Ցավոք մենք չենք կարող, մենք ասել այդպես բան եւ գիտեք իրականում կատարելության երբեք էլ չեն հասնել, միշտ է զարգանալու տեղ կա, բայց իհարկե երևույթները մտահոգիչ չեն եւ մենք պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ, որ ակնհայտ է որ պետք է պայքարենք, բայց նաեւ այսօր ես ուզում եմ ելույթներից մեկում ասել, թե ինչ ստացվեց, իմ թույլ տվեք համոզմունքը նաեւ արտահայտել, որ ընտրակաշառքով իմ կարծիքով այլևս Հայաստանում հնարավոր չի հարց լուծել։ Հա, հնարավոր է մի քանի ձայն փախցնել, բայց տեսնելով մարդկանց տրամադրությունը, մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, մարդկանց քաղաքացիական ինքնազգացողությունը, իմ կարծիքն է, որ ընտրակաշառքով քաղաքական հարցերը այլևս հնարավոր չի լուծել Հայաստանում, բայց ինչ խոսք, կարողությունները պետք է անընդհատ եւ շարունակաբար զարգանան։ Այս արևմտյան գործընկերների հետ կոնկրետ այդ մասով ես ինչքան գիտեմ, տենց կոնկրետ այդ իրավական գործընթացների մասով համագործակցություն չկա, ընդհանուր առմամբ մեր դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակում միշտ համագործակցությունը որ եղել է, դա է, ինչքան ես տեղեկացված եմ, որովհետև գուցե ինչ-որ բան, բայց կոնկրետ գործերի հետաքննության հետ կապված չեմ կարծում, թե մեր որևէ համագործակցություն։